Բարև ձեզ, Արար յութուբյան ալիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը և իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, ես ուզում եմ անդրադարձ ունենալ ներկայիս արտաքին քաղաքականությունում, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ և հարցս այսպիսին է. Արդյոք ներկայիս վարած քաղաքականությունը, արտաքին քաղաքականության մասին է խոսքս, վարչապետը երբ հարաբերությունները ավելի կարծես թե ջերմացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, դա դրականորեն ազդակ է մեր երկրի համար, և արդյոք ինչ կտա առհասարակ տարածաշրջանին։ Գիտեք, մեր տարածաշրջանի համար բնականաբար մի քիչ ավելի բարդ է այնպիսի քաղաքականություն վարել, որ լիովին համապատասխանի մեր երկրի շահերին, բայց ամեն դեպքում պետք է փորձել հնարավորինը անել, որովհետև ցավոք սրտի մենք շրջապատված ենք երկրներով, որոնք մեր նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեն, եթե ավելին չասեմ, ուղղակի պետք է փորձել այս հարաբերությունները այն ճանապարհով տանել, որպեսզի մենք կարողանանք ինչ-որ օգուտներ ունենալ, շահեր ունենալ, այսինքն սպասարկել հայկական պետության շահը և հայ ազգի շահերը։ Այդ առումով կարելի է դրական գնահատել, որ այս իշխանությունը հարաբերություններ է պահում Միացյալ Նահանգների հետ։ Վերջում Միացյալ Նահանգները ԵՀԿ Մինսկի խմբի կարևորագույն երկիր են և աշխարհում հզորագույն երկրներից մեկը, որը ունի հնարավորություն ազդել պրոցեսների վրա, բայց ի տարբերություն մեզ, մեր հնարավորությունների, իրանք իրանց հնարավորությունները օգտագործում են բացառապես Միացյալ Նահանգների շահերը սպասարկելու համար։ Հետևաբար, եթե ինչ-որ փուլում մեր շահերը համընկնում են Միացյալ Նահանգների հետ, կարելի է միայն ողջունել։ Ավելին ասեմ, մեր երկրի ղեկավարներից համեմատական կարգով, եթե այդպես ասենք, ամենաշատը Միացյալ Նահանգների ղեկավարների հետ շփվում են այսօրվա իշխանությունները և կարծում են, որ այդ շփումը ավելի մեծ հաջողություն կբերի, բայց ամեն դեպքում պետք է շատ զգույշ լինել, որովհետև կրկնեմ, որ այդ շահերը բխում են Միացյալ Նահանգների շահերից և իրանք սպասարկում են իրենց շահերը։ Հետևաբար պետք է շատ զգույշ լինել, որպեսզի չվնասենք նաև մեր մյուս բարեկամ և գործընկեր երկրների շահերին, փորձել բալանսավորել։ Այդ առումով բավականին մեծ աշխատանք կա անելու և այսպես ասենք իրական գործողությունները և վտանգները դեռ առջևում են։ Այն հիմա ինչ-որ ասում են, ինչ-որ խոսում են, դա ընդամենը խոսույթի մակարդակով է, բայց կոնկրետ գործողությունների մակարդակով դա արդեն շատ ավելի լուրջ կլինի, որտեղ այնտեղ կոնկրետ երկրների շահեր են բախվելու։ Խոսքը TTIP-ի մասին է։ Այո։ Դե այս իշխանությունները ինչով են հարաբերվում Միացյալ Նահանգների հետ։ Այդ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո սկսեց Տրամպի ուղին և այդ թեմայով խոսակցությունները, բայց նորից եմ կրկնում, որ դրանք հլը-որ խոսակցությունների մակարդակով են, հիմա դե սպասվում է առաջիկայում ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան, գուցե ինչ-որ բաներ այդտեղ հստակեցվի, չմոռանանք նաև, որ հարաբերությունները լավանում են նաև Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև, հետևաբար նշանակում է, որ ցանկացած հարցում կարող են գալ համաձայնության երկու գերտերություններ, իհարկե Եվրոպական միությունը ոնց որ երրորդ պլան է անցել և ԵՀԿ Մինսկի խումբը որպես այդպիսին, այսինքն Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները
նորից անցել են ակտիվ գործողությունների, այսինքն այն տարիներ շարունակ որ փորձում էին Արցախյան հարցը կարգավորեին, հիմա ավելի ակտիվ գործողությունների կանցնեն, հիմա շատ տեսանելի է Միացյալ Նահանգների ցանկությունը, հիմնովին այստեղ գտնվում են ռուսները եւ ֆրանսիացիները, որոնք ցանկություն են հայտնում մտնեն այդ ամեն ինչի մեջ եւ այդ հյուպատոսություն են բացում եւ այլ Սյունիքում փորձում են տեղավորվեն այդտեղ, դա նշանակում է, որ Եվրոմիությունը ինչ-որ ձևով ուզում է տեղավորվի։ Բնականաբար այնտեղ Իրանի շահերը կան եւ արդեն թուրքերը եւ ադրբեջանցիները։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինել եւ շատ հետեւողական լինել եւ կարողանալ մեր երկրի շահերը առաջ տանել։ Ինչը որ ես խիստ կասկածում եմ, որովհետեւ այս իշխանությունները ցույց են տվել, որ իրենք կարող են շատ գեղեցիկ խոսել, բայց արդյունքում անել մի բան, որը բացառապես Հայաստանի շահերից չի բխում։ Հետևաբար պետք է շատ զգույշ լինել եւ եթե կա ցանկություն տարածաշրջանում աշխատելու միասին, իսկ այդ ցանկությունը երկար ժամանակ եղել է եւ աշխատել են Հայաստանում։ ԵՀԿ Մինսկի խումբը, այսինքն 3 տերությունները միասին աշխատել են։ Հայաստանը երկրագնդի մեջ միակ տարածքն էր, որտեղ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Եվրոպան միասին աշխատում էին։ Հիմա կարող է եւ այդպիսի հնարավորություն նորից ստեղծվի, արդեն գործնական իմաստով։ Բայց արդյոք ներկայիս իշխանությունները վարում են նման քաղաքականություն եւ ունեն նման տեսլական ըստ ձեզ իրենց վարած քաղաքականությունից ելնելով։ Ես կարծում եմ, որ իշխանությունները ունեն այդպիսի ցանկություն, բայց արդյոք իրանցից ինչ-որ բան կախված է հիմա, որովհետև եթե իրավիճակը հասցրել են այն աստիճանի, որ իրենք ուղղակի ձայնազուրկ են եւ ոչ մի բան, իրենք համաձայնվողի դերում են միշտ լինում, հետեւաբար պետք է նայել արդեն թե այդ երկրները ոնց իրար հետ կխոսեն, ոնց կպայմանավորվեն։ Նայեք, վարչապետի աթոռը զբաղեցնում։ Կներեք, որ ասում եմ, ձեր խոսքից հետևություն կարելի անել, որ մենք դիտորդի դերում ենք, մեր փոխարեն գերտերությունները պիտի որոշեն։ Ցավոք սրտի այդպես է։ Մենք հասցրեցինք այն կարգավիճակի, այս իշխանությունները երկիրը բերեցին այն վիճակին, որտեղ արդեն մենք այդ մասնակից չենք այդ գործընթացներին, մենք ուղղակի հաստատում ենք այն ինչ որ նրանք պայմանավորվում են։ Հիմա դուք ոնց եք պատկերացնում օրինակ, ասենք Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը եթե ինչ-որ բան պայմանավորվեն Հայաստանի տարածքում, հնարավոր է որ Հայաստանի իշխանությունը կարողանա դրան դեմ կանգնել։ Չէ՞ որ նշվում է, որ մենք անկախ սուվերեն տարածք ունեցող ինքնուրույն ինքնիշխան պետություն ենք հանդիսանում։ Դե այդպես կարելի է խոսել, այդպես կարելի է ասել, բայց գործնականում Եվ իրենք էլ փաստաթղթի վրա պարբերաբար անընդհատ նշում են, որ ներկայիս իշխանավորները, որ փաստաթղթում տեսեք, քանի անգամ կրկնվում է սուվերենությունը, ինքնիշխանությունը, այս խոսույթը անընդհատ փաստաթղթի մեջ կա, մի անհանգստացեք, ամեն ինչ հիանալի է, հղում կատարելով իդեպ նախկիններին, որոնք սխալ քաղաքականություն են վարել եւ այլն։ Ինչպես եք մտածում, այս թնջուկից ի վերջո դուրս են գալու։ Այդպես այս իշխանությունները ասում էին, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց հետո ինչ պարզվեց, բոլորս տեսանք։ Այսպես այս իշխանությունները խոսում են այն մասին, որ Հայաստանի շահերը պաշտպանված են եւ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը ապահովել է, անվտանգությունը ապահովել է, բայց պարզվեց, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք եւ դուրս չի գալիս այդտեղից։ Հետո այն ինչ որ խոսում են հիմա ադրբեջանցիք, դա բացարձակապես չի նշանակում, որ ինչ որ դերական կամ բարեկամական վերաբերմունք ունեն եւ անընդհատ իրենք խոսում են ագրեսիայի տեսանկյունից, ստիպում են Հայաստանին ինչ որ քայլեր անել, այս կանես, այն կանես, այն կանես, մեր իշխանություններն էլ հերթով կատարում են այդ բոլոր ծրագրերը, ինչ որ նրանք ասում են։ Չէ՞ որ հիմա մեր իշխանությունները չեն խոսում ցեղասպանության ճանաչումից, չէ՞։ Դա ում պահանջն է հետաքրքիր է։ Դա Հայաստանի ժողովրդի պահանջը չի։
Դա Ալիևի պահանջն է։ Ալիևը հիմա ասում է, որ պետք է ադրբեջանցիները գան եւ ապրեն Հայաստանում։ Այս կողմից քար լռություն, այս կողմից չի ասում, բա հայերը, որ Ադրբեջանից ճնշումների արդյունքում, գենոցիդի արդյունքում փախել են Ադրբեջանից մի կերպ մազապուրց։ Հիմա այդ հայերը ոնց պետք է վերադառնան։ Խոսքը Արցախի մասին չէ, Արցախ ուրիշ թեմա է։ Այն հայերը, որոնք ապրել են տարբեր քաղաքներում, այդ թվում Բաքվում, Սումգայիթում եւ այլ քաղաքներում, բացարձակ չի խոսում այդ մասին։ Նշանակում է, որ նրանք ինչ ասում են, սրանք համաձայնվում են։ Հիմա ոնց անենք, որ դա խաղաղության օրակարգը կխաթարվի այս դեպքում, եթե խոսենք։ Իրենց խոսույթն ու մտածողությունը այդպիսին է։ Դե գիտեք, այդ տրամաբանությամբ ամենախաղաղ տեղը դա գերեզմանն է, որտեղ խաղաղություն է, ոչ մեկ այդ խնդիր չունի։ Եթե պետք է Հայաստանը վերածվի գերեզմանի, ում է պետք դա։ Այդ խաղաղությունում է պետք։ Ես մի անգամ այդ մասին խոսել եմ, ուզում եմ նորից կրկնել, եթե պետք է Հայաստանը ստեղ գոյություն չունենա, այդ խաղաղությունը ոչ մեկին պետք չի։ Ամեն դեպքում հայերից պետք չի։ Պետք է ապրել արժանապատիվ, պետք է օգտագործել բոլոր այն հնարավորությունները, ինչ որ մենք ունենք, իսկ մենք ունենք այդ հնարավորությունները, որ կկարողանանք դա անել։ Պարզապես այս իշխանությունները չեն կարողանում օգտագործել այն համահայկական ռեսուրսը, որը կա։ Ընդհակառակ այդ համահայկական ռեսուրսը իրանք փչացնում են ու տրոհում են ու ոչնչացնում են։ Ճանապարհ են հարթում, ոնց որ Ալիևի եւ Էրդողանի ճաշակի իրագործումը։ Պարոն Հավետիսյան, ուզում եմ ես շեշտադրում անել եւս մեկ անգամ, որպեսզի մեր հետևորդները նաեւ իրենք էլ ուշադրություն դարձնեն, որ Համերաշխության կուսակցությունը կողմ է համերաշխության ու խաղաղության օրակարգին, սակայն այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Ճիշտ եմ ընկալում։ Բնականաբար, Համերաշխություն կուսակցությունը միշտ էլ համերաշխության կողմնակից է եւ ընդհանրապես մենք գտնում ենք ոչ միայն մեր երկրում պետք է համերաշխություն, մենք գտնում ենք, որ ընտանիքներից սկսած, ընտանիք ամենափոքր բջիջն է, ընտանիքը ապրելու տարածքը, քո երկիրը, քո տարածաշրջանը եւ վերջը ամբողջ երկիր մոլորակը։ Համերաշխություն ինքը տիեզերական գաղափար է եւ այդ ամբողջ տիեզերքը պետք է լինի համերաշխության մեջ։ Հնարավոր չի, որ գիտեք հիմա այնքան փոքր է երկիրը, առաջի հայացքից թվում է թե բավականին մեծ է, բայց իրականում ինքը շատ փոքր է։ Հիմա մեզ անհրաժեշտ է համերաշխությունը։ Շատ անհրաժեշտ է մեր հասարակության համար, առաջի հերթին մեր հասարակության համար է շատ անհրաժեշտ, համերաշխությունը մեր համար է պետք։ Բայց այդ համերաշխությունը պետք է լինի հավասարակշռված հարևանների հետ, այսինքն մեր հաշվին չպետք է լինի այդ համերաշխությունը։ Եթե նրանք ուզում են դա այդպես լինի, մենք գնում ենք այդ ուղղությամբ եւ միասին ստեղծում ենք այդ համերաշխ տարածաշրջանը։ Բայց եթե դա այդպես չի, մենք պետք է մտածենք մեր երկրում համերաշխության մասին, որպեսզի հզոր լինենք եւ կարողանանք դիմագրավել այդ մարտահրավերներին, որ մեր դիմաց կանգնած են։ Ի վերջո մենք աշխարհասփյուր ժողովուրդ ենք եւ աշխարհում շատ մեծ թվով հայեր են ապրում։ Ավելի շատ են հայերը դրսում, քան Հայաստանում։ Հետևաբար մենք այդ կապը պետք է կարողանանք ապահովենք եւ այդ կապը կարա լինի միայն համերաշխության միջոցով։ Դրա մեջ շատ կարեւոր դեր ունի եկեղեցին, որը այդ համերաշխության գաղափարը կարա տարածի եւ այն քաղաքական ուժերը, որոնք խոսում են համերաշխության մասին։ Տեսեք, ըստ ձեզ համերաշխությամբ արժանապատիվ խաղաղություն կարելի է ունենալ գտնվելով այս աշխարհաքաղաքական դիրքում, որում մենք ենք այժմ։ Միայն այդպեսին այդ դեպքում կարող է լինել։ Եթե մեր մեջ համերաշխություն չկա, մեզ բոլորը կփորձեն տրոհել ու ոչնչացնել։ Բայց երբ որ տեսան ներազգային համերաշխությունը կա եւ համերաշխությունը առաջի պլան է դրված, համերաշխությունը ինքը ուժ է։ Եվ հասարակությունը, եթե համերաշխության մեջ է գտնվում, ինքը ուժեղ է։ Իսկ եթե մենք ուժեղ ենք, մեր հարևանները ստիպված մեր հետ հաշվի են նստում։ Եթե մենք տրոհված ենք, բնականաբար մեր հետ ոչ ոք հաշվի չի նստի։ Պարոն Ավետիսյան, չգիտեմ ասել շատ դժվար գաղափարախոսության մասին եք խոսում ներկայիս իրավիճակում, ինչու, որովհետև մենք տեսնում ենք նախկին ներկա փոխադարձ մեղադրանքները։ Իդեպ դուք ձեր Facebook-յան էջում եւս այդ մտահոգությունը բազմիցս անգամ բարձրաձայնել եք, որ այս տարիների ընթացքում մենք միայն տեսնում ենք իրար մեղադրանքներ։ Ինչպես կարելի այս մեղադրանքների փուլը շրջանցել, հարցս գիտեմ բավականին բազմաշերտ է ու դժվար։
Բայց ինչպես կարելի անցնել այս փուլը։ Համերաշխության գաղափարը պետք է դնել եւ դրա վրա սարքել քաղաքականությունը, եւ ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Մեկը մյուսից ուղղակի կախված է, չի կարա ներսում լինի անհամերաշխ վիճակ, ատելություն ու թշնամանք ու դու փորձես համերաշխության գաղափար տանես առաջ, ուղղակի ծիծաղի առարկա կդառնաս, ոնց որ հիմա մենք ենք։ Բայց այդ իրավիճակը պետք է փոխել։ Բարեբախտաբար կան ուժեր, որոնք մոտավորապես հասկանում են համերաշխության գաղափարը եւ պատրաստ են այդ ուղղությամբ գնալու եւ իրավիճակը փոխելու։ Դա նպաստելու է եւ տարածաշրջանում համերաշխությանը եւ ընդհանուր առմամբ այդ համաշխարհային համերաշխությանը, որովհետեւ նորից եմ ուզում կրկնել, մենք շատ փոքր ենք տարածքով, երկրագունդը շատ փոքր է, առաջի հայացքից թվում է թե ինքը մեծ է տարածքով, բայց իրականում շատ փոքր է եւ որևէ տեղ ինչ-որ բան, եթե անհամերաշխության արդյունքում ինչ-որ մի պայթուն է առաջանում, այդ պայթունը շատ արագ արդեն անդրադառնում է նաև մեր վրա։ Էլ չեմ ասում, եթե ասենք միջուկային բան պատերազմ եւ այլ, ուղղակի երկրագունդը կվերանա։ Հետևաբար ինքը մեծ գաղափար է, իսկ այդ մեծ գաղափարը սկսում է մեր երկրից եւ ընտանիքից ու շարունակվում է։ Տեսեք, դուք ընտանիքից եք խոսում, ես ուզում եմ հարցնել, համերաշխությունը գալիս է քաղաքական գործչից տարածվում դեպի ընտանիք, թե ընտանիքից, որովհետև երկրի ղեկավարից շատ բան է գալիս։ Իհարկե, երկրի ղեկավարը ինքը իրանով պետք է այդ համերաշխության գաղափարներով լեցուն լինի եւ ինքը այդ գաղափարները պետք է հասկանալով խոսի, ոչ թե ուղղակի օգտագործի այդ բառը տեղին անտեղին, այլ ինքը պետք է հասկանա ինչ է դա, ինստիտուցիոնալ համերաշխություն է պետք, սոլիդարնեստ է պետք ու դա մեզ բերելու է հաջողություն։ Դա միակ ճանապարհն է, ցավոք սրտի այլ ճանապարհ չկա։ Միակ ճանապարհը դա է։ Մնացած բոլոր տարբերակները, ազգը պառակտել, մերոնք, ձերոնք, սևեր, սպիտակներ, դա միայն մեզ վնասելու է, փորձը ցույց տվեց, որ դա միայն մեզ վնասում է։ Հետևաբար մեր ազգի համար դա անընդունելի է եւ երևի թե աշխարհի եզակի ազգերից մեկն ենք, որ մեր համար օդի պես անհրաժեշտություն է համերաշխության գաղափարը եւ իրար կողք կողքի կանգնել։ Ընդ որում, տեսեք, խոսքը չի վերաբերվում միայն ընդդիմադիր դաշտի, խոսքը վերաբերվում է բոլորիս։ Այդ թվում նաև իշխանությանն է։ Իրանց կողմից է պետք լինի ցանկություն, որովհետև իրանցից շատ բան է կախված։ Եթե ընտանիքի հայրը չի ուզում, որ ընտանիքում համերաշխություն լինի, շատ դժվար է այդ համերաշխությունը հաստատել, որովհետև իր ձեռքում բավականին լծակներ կան եւ ինքը անդադ կարա խառնի։ Հետևաբար մենք այդ առումով պետք է լուրջ մտածենք, որ մենք պետք է իրավիճակը փոխենք։ Իսկ որ մենք դա պետք է անենք, դա պատմական անհրաժեշտություն է եւ կարծում եմ, որ հայերը պետք է գիտեք, այսպեսի մի բան կա, օրինակ Միացյալ Նահանգների նախագահը ասում է Ամերիկան դարձնենք հզոր, մեծ, կարող եւ այլն։ Բայց ճիշտ կլինի, որ ընդհանրապես ցիվիլիզացիան դարձնել մեծ, հզոր, խաղաղ, զարգացող, որովհետև մենք բոլորս մարդիկ ենք, որոնք ապրում ենք երկրագնդի վրա։ Եվ եթե դու մի տեղ ես ուզում հզոր ու մեծ դարձնես, մնացածին պառակտում ես, խառնում ես, ոնց որ հիմա կատարվում է։ Բայց իրանք մի քիչ պետք է, այսպես ասենք, էլի մի քիչ տիեզերական մտածողություն ունենան եւ ցավոք սրտի շատ քիչ նախագահներ կան հզոր երկրների, որ հիմա տենց են մտածում։ Ես հիմա ավելորդ անգամ չեմ ուզում նշել, բայց ես ամեն դեպքում մի քանի այդպիսի նախագահ գիտեմ, որոնք խոսում են համաշխարհային խաղաղության, այդ տիեզերական համերաշխության մասին, ու դա շատ կարևոր է, որ լինի։ Այն մարդիկ, ովքեր փորձում են խառնել, պատերազմներ են հրահրում, բան, դրանք ուղղակի վտանգում են մեր այդ ցիվիլիզացիայի համերաշխությունը։ Եվ մեր քաղաքական ուժը հենց դրան է նպաստում, որ այդ ուղղությամբ գնանք եւ այն մեր միջազգային կապերը, որ համերաշխություն կուսակցությունների հետ ունենք, հենց դա է վկայում, որ առաջիկայում պատրաստում ենք հրավիրենք բոլորին Հայաստան եւ ծանոթացնենք այս իրավիճակին, այսինքն մենք շատ լուրջ պատրաստվում ենք այդ ճանապարհով գնալու։ Հետևաբար մեր համար անընդունելի են բոլոր այն հետամնաց
գաղափարները քաղաքական, որոնք արդեն անցած դարի գաղափարներ են։ Հիմա պետք է առաջ նայել եւ երկիրը զարգացնել այդ ուղղությամբ։ Ըստ ձեզ համերաշխությունը քաղաքականություն է։ Իհարկե քաղաքականություն։ Իհարկե քաղաքականություն է եւ լավ տնտեսություն ունենալու համար լավ քաղաքականություն է պետք թե ուղղակի զարգացնել տնտեսություն, որովհետեւ երբեմն անջատում են այդ։ Այստեղ շատ կարևոր մի բան կա եւ եթե տնտեսագետներին ես հարցնում, դե սովորաբար տնտեսագետները իրանց մասնագիտական կարողություններից ելնելով միշտ խոսում են, որ տնտեսությունը կարևոր է, բան եւ այլն։ Այո, տնտեսությունը կարևոր է, բայց շատ կարևոր է գաղափարը։ Ինչ գաղափարախոսությամբ է տնտեսությունը զարգացնելու։ Իսկ գաղափարախոսությունների մեջ լավագույն գաղափարախոսությունը ամեն դեպքում 21-րդ դարի համար լավագույն գաղափարախոսությունը դա սոլիդարիզմի գաղափարախոսությունն է, այսինքն համերաշխականությունը։ Հետևաբար սկզբից քաղաքականությունը պետք է լինի, հետևից տնտեսությունը կգա։ Դու չես կարող խոսել լիբերալ արժեքների մասին, բայց ստեղծես սոցիալիզմի քաղաքականություն իրականացնես, այդ գաղափարը տանես։ Այսինքն եւ հակառակը։ Այսինքն այդ ամեն ինչը իր հետ պետք է համահունչ լինի եւ շատ լավ գաղափարախոսություն ունենք 21-րդ դարի համար սոլիդարիզմը, որը հնարավորություն է տալիս իրականացնել այն տնտեսական ծրագրերը, որոնք դու նպաստում ես։ Այսինքն սկզբից պետք է խոսել քաղաքականության մասին, քաղաքական փոփոխություններ իրականացնել, հետևից կգա ճիշտ տնտեսություն։ Եթե սխալ քաղաքականություն վարես, չի կարա ճիշտ տնտեսություն հետևից գա։ Հետևաբար սրանք ուղղակի իրար հետ կապված են եւ իշխանությունները քաղաքական ճանապարհով փոփոխվելու դեպքում հետևից կգա ճիշտ տնտեսություն եւ դա նշանակում է, որ մեր բարեկեցությունը կլավանա եւ մենք ավելի լավ կապրենք։ Մենք պետք է հասկանանք այս ամեն ինչը էլ իրականում։ Որովհետեւ հիմա ճիշտն ասած մի այնպիսի թնջուկի մեջ ենք, ես նորից եմ կրկնում, մենք հայտնվել քաղաքական, որ մեր ժողովրդին միայն կարծես թե մնում է դիտարկում անել նախկին, ներկա, բայց կարծես թե նոր ուժեր եւս հայտնվում են։ Ըստ ձեզ կհաջողվի նոր ուժերին ճեղքում բերել քաղաքական դաշտում եւ ի վերջո մեր պետության մեջ կգա մի ղեկավար, որը իրոք մտահոգ կլինի այն իրական ճգնաժամերը լուծելու ուղղությամբ աշխատել եւ այսպես ասեմ PR-ինգով չզբաղվել, ուղղակի աշխատել։ Ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում հնարավորություն կա իշխանափոխություն իրականացնել։ Եթե ճիշտ քաղաքականություն չվարվեց, արվեց այնպես, ինչպես միշտ արվել է, ոչ չեմ կարծում, որ հաջողություն լինի իշխանափոխության առումով, կստացվի այնպես, որ ընդդիմությունը իրար մեջ պայքարում է պարլամենտում ընդդիմադիր աթոռների համար, որը իրականում ժողովրդին հետ հետաքրքիր չի։ Հիմա այդ ընդդիմությունը ենթադրենք Հայաստան դաշինքներ, թե մի այլ ուժ է, ինչ կարևոր է։ Եթե իշխանության մնում է այսօրվա ուժը, հետեւաբար դրա բանը որն է, ոչ մի կարիք չկա այդ փոփոխությունը անելու։ Եթե պետք է գաս ու նորից լուր հետևեք այն քաղաքականությանը ու ոչինչ չկարողանաք անել, ում են պետք այդ ընտրությունները։ Այսպես ինչպես բերել փոփոխություն, ես ուղղակի ուզում եմ մի կարճանալ։ Իշխանափոխություն հնարավոր է համերաշխության գաղափարի շուրջ համախմբվելուց, մեծ կոնսոլիդացիայով եւ ձևավորել այն մթնոլորտը, որտեղ բոլորը իրենց կզգան դրական կարգավիճակում, դրական ֆոնի մեջ։ Մենք պետք է աշխատենք ինչքան հնարավոր է բացասականը վերացնենք։ Ի վերջո Հայաստանը պետք է դարձնենք այս ընտրությունների միջոցով Հայաստանը պետք է դարձնենք աշխարհի դրական բևեռը։ Դա մեր հայտնի հայրենակից Գերման Լալայանի կարևոր գաղափարներից մեկն էր, որ Հայաստանը դարձնենք դրական բևեռ։ Իսկ դրական բևեռ կարելի է դարձնել Հայաստանում ներքաղաքական ընտրությունների ժամանակ դրական ֆոնով ստեղծվող պարլամենտի արդյունքում։ Իսկ դա կարող լինի համերաշխության միջոցով։ Հետևաբար բոլոր այն ուժերը, որոնք փորձելու են մտնել դաշտ, ոչ թե պետք է գան ու այսօրվա իշխանությանը հայոեն կամ անձնական վիրավորանքներ, որը բացարձակապես անընդունելի է,
այլ պետք է խոսեն այն ծրագրերի մասին, որով այս երկիրը այս վիճակից պետք է հանել։ Դրա շուրջ պետք է, օրակարգի շուրջ պետք է հավաքվել ու որոշել, թե ոնց անել։ Ունենք այդպիսի հնարավորություններ, իհարկե ունենք, բայց պետք է դա անել, պետք է ցանկություն լինի, եթե ցանկություն չեղա, ոչ մի բան չի ստացվի։ Գիտեք, հայտնի բան կա, ասում են, որ ձիուն կարող է ստանել ջրի մոտ, բայց ստիպես որ ձին ջուր խմի, հնարավոր չի։ Հիմա մենք պետք է նենց անենք, որ մեր հասարակությունը դա ուղղակի սարքի օրակարգի հարց, օրակարգի պահանջ։ Մեր քաղաքացիները պետք է ասեն, մենք ուզում ենք, որ լինի քաղաքական համերաշխություն, որպեսզի մենք հասկանանք դուք ինչ բաների շուրջ եք խոսում, ինչ գաղափարների կռիվ է, ոչ թե անհատների կռիվ, այլ ինչ գաղափարների կռիվ է, որ ուղղությամբ պետք է զարգանանք, ինչ պետք է անենք, ոնց պետք է անենք, այդ դեպքում իրական փրկությունը կառաջանա։ Երբ որ սկսում են անհատների մակարդակով խոսել, անհատների ոչ մի անհատ էլ ապահովագրված չի։ Այսօր բոլորին կարող ես ինչ-որ բան ասել։ Բայց երբ որ խոսում են գործերի մասին, պետք է գործերին նայել, ով ինչ գործ անում։ Անհատապես հեչ էական չի։ Ես վստահ չեմ, որ քաղաքական դաշտում թե ընդդիմադիր, թե իշխանական եղածները ավելի լավն են, քան այսօրվա վարչապետը։ Պարոն Ավետիսյան, գիտեմ, որ ձեր գործերը բավականին շատ են ու երբևիցե չեք լուսաբանում ու չեք խոսում դրա մասին, ուղղված պետության զարգացման եւ տարբեր ոլորտների ընթացակարգերի ուղղությամբ աշխատանքները շատ են։ Ես կուզեմ հաջորդ հաղորդումների ընթացքում նաեւ մի փոքր, եթե թույլ տաք, անդրադարձ ունենանք նաեւ ձեր գործնեությանը, ձեր կուսակցության գործնեությանը։ Պարզապես մեր ժամանակը այսօր սպառվել է։ Հաջորդ եթերին հուսամ անդրադարձ կունենանք։ Դե բնականաբար, սովորաբար մենք կարծում ենք, որ գործերը պետք է մեր մասին խոսեն, ոչ թե մենք գործերի մասին տեղին անտեղին ռեկլամ անենք, այո, ճիշտ է, բնականաբար այդպես է, բայց այն ինչ որ մենք անում ենք, կարծում եմ, որ լուրջ հաջողություն է բերելու եւ մեր հասարակությանը, եւ մեր պետությանը, եւ ընդհանրապես մեր ազգին։ Բարի, իսկ դուք հարգելի հետևորդներ, հետևեք մեզ, դիտեք իրական հայերին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, փորձելով ստեղծել իրական արժեքներ, իրական գործեր։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։